Ռուս-ուկրաինական ճակատում թեժ մարտեր են։ Ուկրաինայի արևելքում ռուսական բանակը փորձում է մոտենալ Կոստանդինովկային, ճեղքել Ուկրաինայի պաշտպանական գիծը, սակայն ուկրաինական ուժերը դեռ դիմադրում են։ Спочатку руху нам вдалося звільнити. Տարեսկզբից Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են ավելի քան 670 քառակուսի կիլոմետր տարածք։ Наші території. Якщо Որոշ շրջաններում ուկրաինական ստորաբաժանումների գործողությունների մոտ 45-ից 50%-ը հարձակողական են։ кучих там штурмових дій Դեռ վաղ է խոսել ճակատում շրջադարձի մասին։ Մեր նպատակը ռուսների աստիճանական հյուծումն է։ в середньому там 200. Միևնույն ժամանակ Ուկրաինայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ պատրաստվում է Ռուսաստանի հնարավոր նոր հարձակմանը հյուսիսում։ Դա կստիպի Կիևին լրացուցիչ ուժեր տեղափոխել հյուսիս եւ թուլացնել պաշտպանությունը մյուս հատվածներում։ Շարունակվում են փոխադարձ օդային հարվածները ռազմական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում նավթավերամշակման գործարաններին եւ կապի կարևոր հանգույցներին։ Ритмично работали. Այդ հարվածների հետևանքով Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման դժվարություններ կան։ Սա չի թաքցրել նաև Վլադիմիր Պուտինը։ Դաշնության նախագահն իհարկե պնդել է, թե իրավիճակը կրիտիկական չէ։ Уничтожаются отдельные. Այսօր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքում ռազմավարական նշանակետերի հարվածելու մասին։ Նրա խոսքով ուկրաինական զինուժը կրկին հարվածել է առաջնագծից ավելի քան 1300 կիլոմետր հեռու գտնվող Ուֆայի նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի 27-եր արտադրող խոշորագույն գործարաններից մեկն է։ Հարվածներից տուժել է նաև Պենզայի մարզում հրթիռների մասեր արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտը, որն առաջնագծից մոտ 600 կիլոմետր է հեռու։ Ըստ Ուկրաինայի նախագահի, հեռահար հարվածները հասցվում են Ռուսաստանի գործողություններին ի պատասխան։ Ռուսական բանակը գիշերը Ուկրաինայի հարավ-արևելյան Դնեպրոպետրովսկ քաղաքում 5 բենզալացակայանի է հարվածել, զոհ եւ 3 վիրավոր կա։ Հարավում Խերսոն քաղաքում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուսական դրոնային հարվածի թիրախում ուղևորատար ավտոբուս է եղել, 2 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել են։ 2 զոհ, 36 վիրավոր կա Զապորոժիեի շրջանում։ Չնայած պատերազմը դադարեցնելու Զելենսկիի կոչերին, Ուկրաինան նորից փող է ուզում Եվրամիությունից, պնդելով, թե ռազմաճակատում առաջիկա 9 ամիսներին հնարավորությունների պատուհան կբացվի։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆեդորովը Ռոյթերզին հասանելի դարձած նամակում նշել է, որ երկրի պաշտպանական ընդհանուր կարիքը այս տարի գնահատվում է մոտ 136 միլիարդ եվրո։ Դրանից շուրջ 53 միլիարդը Կիևը նախատեսում է վերցնել պետբյուջեից եւ հույս ունի ռազմական օգնության համար 6 միլիարդ 600 միլիոն դոլար ստանալ Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Եվրամիության վարկով եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ Ուկրաինան Շվեդիայից 16 Գրիփեն կործանիչ կգնի։ Համաձայնագիրը ստորագրվել է, սակայն ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2029 թվականից։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։